Ուրեմն քիչ առաջ ծանոթացա ավարտեցի Արշակ Սրբազանին առաջադրված մեղադրանքի եւ կալանավորման համար ներկայացված նյութերը միջնորդությունը ու որոշեցի այս ձևաչափում կարճ ներկայացնեմ թե ինչի հետ գործ ունենք, որովհետեւ օրինակ եթե որևէ փաստաբան ինձ այս ամեն ինչը պատմեր հիմա որ ես եմ ասելու, ես այդ փաստաբանին չի հավատա ուղղակի, կասեի դե իր պաշտպանյալի համար հորինում է այսպես ուզում արդարացնի, տենց որովհետեւ չի կարող այդքան աբսուրդ լինի, էլի, այսքան աբսուրդ չի լինում ուղղակի։ Ուրեմն նախ ինչի մասին է մեղադրանք։ Ինչպես գիտենք, հոդվածը որ առաջադրել են թմրամիջոցների իրացում, դե արդեն ներկայացրեցի թե ինչ փաստականը որ հա, ինչ հանգամանքներ են, ինչ նկատի ունեն եւ ինչպես հիշում եք, ներկայացրեցի, որ խոսքը այն մասին է, թե իբր Արշակ Սրբազանը 2018 թվականին, երբ վեհապարի դեմ ակցիաներ էին իրականացնում, հանձնարարել է ինչ-որ մեկին, որպեսզի այդ ակցիայի մասնակիցներից ինչ-որ մեկի պայուսակում կամ ուսապարկում թմրամիջոց դնի, որպեսզի նրան վարկաբեկի։ Ամենաաբսուրդը սկսվում է հենց ստեղից։ Այն հոդվածը, այն արարքը մեղսագրվող այդ ապօրինի թմրամիջոցների իրացման հոդվածը, իրացման նպատակով շրջանառությունը որևէ աղերս չունի այս նկարագրված փաստական հանգամանքների հետ։ Այսինքն քննչականը հենց ինքը արդեն իսկ հերքում է այդ հոդվածը, որովհետև նպատակը ոչ թե եղել է իրացնելը թմրամիջոցների, այլ թմրամիջոցը ինչ-որ տեղ դնելու միջոցով ինչ-որ անձի վարկաբեկելը։ Այսինքն եթե օրինակ վերցնենք, որ սա ինչ-որ նկարագրել են, ինչ-որ պատմել են, գրել են, ներկայացրել են, այդ ամեն ինչ եթե ամբողջությամբ անգամ ճիշտ լիներ, ապա այդ արարքը այստեղ գոյություն չունի։ Որևէ մեկը ինչ չի կարող համոզել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը իրացման նպատակով հանցագործությունը կապ ունի այստեղ նկարագրված գործողությունների հետ։ Այսինքն չէր կարող լինել իրացման նպատակ։ Իրանք են գրում, իրանք գրում են, որ նպատակը ոչ թե իրացնելն է եղել, այլ եղել է ինչ-որ անձի վարկաբեկելը։ Սենց ավեշ չկա, եթե ինչ-որ մեկը ինձ պատմեր փաստաբաններից նման բան, ես անկեղծ եմ ասում, դժվար թե հավատայի, դե կասեի լավ, նա կարող է իրան բան չասեի, բայց կասեի դե հասկանալի է, իր պաշտպանյալն է փորձում արդարացնի։ Բայց երբ որ ես եմ կարդում այս նյութերը ու այս աբսուրդը տեսնում եմ, ես չգիտեմ, sense բան չկա։ Իսկ բանը նպատակը շատ պարզ է։ Նպատակը շատ պարզ է, Արշակ Սրբազանին ուզում են վերագրեն վատ արարքներ։ Հիշում եք, չէ՞ տեսագրությունը։ Սրբազանը մի քանի օր արդեն ասում է, որ այդ տեսագրությունը կեղծիք է, իր հետ առնչություն չունի։ Սա էլ է կեղծիք եւ իր հետ առնչություն չունի։ Այս սա հենց վկայում է այն մասին, որ այն տեսագրությունն էլ է կեղծիք, որ նայել են կեղծել, որովհետեւ այնպես ինչպես սա են կեղծում, այդ թվում եւ քրեական օրենսգրքով նախատեսված արարքն են կեղծում, նույն ձև են բանն են կեղծել, տեսագրությունն են կեղծել։ Հարգելի իրավաբաններ ասում են, իրանք են գրել, քննիչները գրել են, ասում են, որպեսզի որևէ անձի վարկաբեկի հանձնարարել է, որպեսզի նրա պայուսակում դնեն թմրամիջոց եւ մեղադրանք են առաջադրել իրացման հոդվածով, իրացման նպատակով շրջանառության հոդվածով, չկա sense բան, ուղղակի չկա։ Հաջորդը ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ այս վարույթով, դե բնականաբար ինչպես գիտեք, նախաքննական գաղտնիք կա, շատ բաներ չեմ կարող ասել, բայց կներկայացնեմ կարճ ժամանակագրություն այս վարույթով ինչա տեղի ունեցել։ Ուրեմն 2018 թվականին դեպքը տեղի ունեցել, այդ անձի պայուսակից հայտնաբերել են թմրամիջոց, հարցաքննություններ են իրականացվել, որոշ անձինք այդպիսի դիրքորոշում են հայտնել, որ իրենց կարծիքով դա կարող կազմակերպեր դիվանապետը, Արշակ Սրբազանը, 2018-19 թվականին այդպիսի ցուցմունքներ են եղել, որ կարող էին այդպիսի բան լինել, կարող էր Արշակ Սրբազանը դա իրականացնել։ Դրանից հետո 2025 թվականին, հա, վերջի գործողությունը տեղի ունեցել 2025 թվականի հուլիսին։ 2025 թվականի հուլիսին եղել է այս գործով վերջի գործողությունը։ Եվ ուշադրություն, 2025 թվականի դեկտեմբերի 4-ին, այսինքն այսօր, ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական հետապնդում Արշակ Սրբազանի նկատմամբ եւ Արշակ Սրբազանը ձերբակալվել է եւ հիմա տանում են կալանավորման։ Դուք ժամանակագրությունը պատկերացրեցիք, չէ՞։ 2018-19 թվական
2025 թվական եւ այդ 2025 թվականի հուլիս եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվում է քննչական խումբ եւ անմիջապես ձերբակալվում Արշակ Սրբազան։ Սենց զավեշտ չկա։ Այս ժամանակագրությունը ինքնին վկայում է, թե երբ են տվել քաղաքական հանձնարարությունը, քաղաքական իշխանությունը երբ է հանձնարարել, որպեսզի Արշակ Սրբազանի նկատմամբ իրականացվի հետապնդում, քաղաքական հետապնդում, պայմանավորված իր հայացքներով, իր հայտարարություններով։ Սա շարունակությունն է նաև մեր 3 սրբազանների կալանավորման։ Այդ հիշում եք, չէ՞, Միքայել Սրբազանին մեղադրում են ինչ-որ խոսք ասելու համար, Բաղդադ Սրբազանին մեղադրում են ահաբեկչություն կազմակերպելու համար եւ այլն։ Այս ամբողջի նպատակը վերջնական այս քաղաքական հանձնարարություններով մենք բոլոր մեզ հայտնի գործողությունները, որ իրականացվում է եկեղեցու դեմ։ Այստեղ նշումներս նայեմ, ինչ էի ուզում խոսեի։ Ես չգիտեմ, էլի գլխին սարքելու ուրիշ տարբերակ չկա։ Հիշում ենք, չէ՞, ասում էր բանը, լինի մարդը հոդվածը կլինի։ Հա, գտել են մարդուն, հետո գտել են հոդված, ընդ որում շատ վատ հոդված, իրենց համար ընտրել են այնպիսի հոդված, որով կարողանան վարկաբեկել Արշակ Սրբազանին, բայց կրկնում եմ, թմրամիջոցների իրացում հանցակազմ չի կարող այստեղ գոյություն ունենալ։ Հենց իրենք քննիչները, քանի որ իրացման նպատակը բացառել են։ Իրենք որպես նպատակ այդ արարքի, եթե դա տեղի ունեցած լիներ, դրել են որևէ անձի վարկաբեկելու նպատակը։ Ես չգիտեմ, սենց քրեական իրավունքի հերինամիցել ես երբեք չէի տեսել։ Ցավոք սրտի կարծում եմ հələ էլի սենց բաներ կտեսնենք, որովհետև ժամանակը ցույց է տալիս, որ ինչքան շարունակում է այս ամեն ինչը, այնքան զավեշտները ավելանում են, այնքան քրեական արդարադատությունը ամբողջությամբ սպանվում է եւ այնպիսի հանգամանքներ կարող են բերել, այնպիսի բաներ կարող են գրել, որ կարդաս ու դրան չհավատաս։ Եվ հաջորդ նպատակը, որ սա անում են, 27 եպիսկոպոսների հայտարարությունն է։ Այսինքն հասկացավ իշխանությունը, որ ոնց որ թե եկեղեցու դեմ չի կարողանում իր վատ մեթոդներով գործողություններ իրականացնի, անցել այս գործողություններին, այս տեսակ գործողություններին։ Բոլորովին վերջերս, օրինակ, հենց երեք Շիրակի մարզից հոգևոր սպասավորը ասում էր, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները եկել են հորդորելու, որպեսզի վեհապարի անունը եկեղեցական միջոցառման ժամանակ չտրվի։ Եվ այսօր պաստորն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա չի հերքել, ավելին հաստատել է։ Հիմա այս միջոցով, այս մեթոդներով են իրականացնում սրանք իրենց գործողությունները։ Ես հիմա տեղեկացնեմ նաև, որ Արշակ Սրբազանը այսպես գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, նրա կալանավորման միջնորդության քննությունը տեղի կունենա առավոտյան ժամը 9:30-ին, չեք հավատա, Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, թեև արդեն մինչև պաշտոնապես ինձ հայտնել է, ես դրա մասին արդեն ասել էի։ Հիմա ես գնում եմ տեսնեմ Սրբազանին, գնում եմ խոսեմ իր դեմ ներկայացված այս մեղադրանքի մանրամասներից, որպեսզի պատրաստվենք առավոտյան կալանքի նիստին։ Ես կարող եմ հիմա հայտարարել, որ արդեն կալանքը կա 2 ամսյա ժամկետում, վաղը կգնանք, որպեսզի դա լսենք պարոն Մասիս Մելքոնյանից, որովհետև ակնհայտ է բոլորս գիտենք, որ Մասիս Մելքոնյանը այդ կալանավորման որոշումը արդեն կայացած իր դարակում ունի դրած։ Այսքանը, եթե ես նաև լրագրողներին, փաստաբաններին, գործընկերներին խնդրում եմ, այս ընթացքում բազմաթիվ շատ են հաղորդագրությունները, զանգերը, հաճախ չեմ հասցնում պատասխանել, բայց պարբերաբար գրառումներով, հնարավոր է նաև ուղիղ եթերներով, թեև շատ չեմ սիրում այս ուղիղ եթերները, բայց ամեն դեպքում տեղեկությունը անպայման կդարձնեմ հասանելի։ Շնորհակալություն, գնամ Արշակ Սրբազանին տեսնեմ, փոխանցեմ ձեր բոլորի ողջույնները, ասեմ ձեզ, որ իր տրամադրությունը շատ լավ է, ես քննչականն եմ դա տեսել եւ դուրս գամ, ուղղակի մի գրառում կանեմ, որ ամեն ինչ նորմալ է։ Այսքանը, շնորհակալություն, դե առայժմ։